օգոստոսի 11-ն է, գտնվում ենք Նուբարաշեն վարչական շրջանում, ժողովրդին ավելի շատ հայտնի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզ տանող ճանապարհահատվածում, որտեղ տեսնում եք, արդեն կարելի ասել երթևեկությունը բացվել է, վերականգնվել է, իսկ պատճառը գիտեք, կառավարության եւ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ այստեղ կառուցվեց նոր, հիմնանորոգվեց նախ ճանապարհը, ապա կառուցվեց նոր ավելի ամուր հենապատ, ճանապարհը նաեւ լայնացվել է, աշխատանքները կատարվել է մեծ դժվարությամբ, ճիշտ է, որոշ քաղաքացիներ բողոքում էին, ասում էին աշխատանքները դանդաղում է, սակայն հաշվի չէին առնում այն փաստը, որ աշխատանքները միայն չէին կատարվում այն ժամանակ, երբ եղանակը անձրևային էր, եղանակը ձյուն էր, իսկ այդ օրերին դժվար էր աշխատանքներ իրականացնելը։ Հիմա տեսնում եք, երթևեկությունը կա, տեսեք, բեռնատարը անգամ հանգիստ կարող է անցնել, առաջ երկու ավտոմեքենա հազիվ մեծ դժվարությամբ էին անցնում եւ ճանապարհն անընդհատ սողանքային գոտի էր, սա անընդհատ նստում էր ճանապարհը ու տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում ցավոք ողբերգական, այդ թվում ցավոք մարմնական վնասվածքներով։ Հիմա տեսնում եք, սա դեռ իսկը վերջնական չի, պիտի գծանշումներ կատարվի, պիտի հավանաբար այս պատումը կկատարվի, որպեսզի այս փոշին վերանի։ Աշխատանքների վերահսկողությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ դրվել էր փոխքաղաքապետի վրա։ Հիմա տեսնում եք, այստեղ նաև ճանապարհը ահագին լայնացվել է եւ այստեղ մեծ աշխատանք են իրականացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, որովհետեւ քաղաքապետի եւ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանդիպումը իրարցույց է տվել, որոշվել է, որ պիտի ճանապարհի լայնացման համար հին էլեկտրասյուները հեռացվեն, ինչը եւ արվել է ՀԵՑ-ի կողմից։ Տեսեք, այս հատվածներում էլ ասֆալտապատում լինելու զբոսաշրջիկներ են։ Տուրիստ, ահա, սուպեր, տեսեք զբոսաշրջիկները, ահա, հատուկ, շատերը կարող են ասեն գով քանում, հատուկ շնորհակալություն, որ այս ճանապարհը վերջապես հիմնանորոգվեց, այս հենապատը կառուցվեց զրոյից, այս փոշին վերանա, այստեղ ասֆալտապատումը արվի, ամեն ինչ, որ ասում է օքեյ է, ինձ նաև այն ժամանակ, երբ որ ճանապարհը սարքում էին, ասում էին, որ պիտի դրվի նաև տեղադրվի արտաքին լուսավորություն, այդ էլ որ լինի ընտիրա, տեսեք, նոր հենասյուները բետոն է տեղադրել ՀԵՑ-ը, ՀԵՑ-ը լահագին աշխատանք է կատարել, ստեղի սյուները լրիվ փտած էր, մի հատ քամերելում ճոճոն, այս փոշին պարոն Ավինյան, այս փոշին է, որ վերանային ասֆալտապատումն արվի են փոշոտ հատվածներում, որ չի արվե, տեսեք, վայ, ոչինչ, այս լավ գործը լուսաբանելու համար արժի փոշու մեջով անցնել, ժողովուրդ ջան, տեսեք, ամբողջ ճանապարհը եկեք, տեսեք, որ համ լայնացվել է, ավելի անվտանգ կդառնա, այն ժամանակ ինչ էր, երկու մեքենա հազիվ էին անցնում, բեռնատարները կարող անցնել։
Ժողովուրդյան 30 տարի սովետական տարիներից էս կողմ 30 տարի այս ճանապարհն ասում էին բան ենք անելու հիմնանորոգելու ենք բալի սապե տեսեք հենապատը հենապատն էլ տեսեք ժողովուրդ ջան տեսեք ինչ ամուր հենապատ են արել հալալա Համը ճանապարհն է լայնացել է ընտիր գործ են արել հեսա ընդեղ հոսանքի լարեր են անցկացնելու հոսանքի լարերը հենց անցկացնեն ասֆալտապատումը կանեն ասում պետք է արտաքին լուսավորություն էլ անեն այն ժամանակ ասում էին տես հեստել ստոլբեկն է փոխը հեծը բետոնի ավելի ապավ սյուներ է դրել Առաջ մի հատ գրուզավիկ չէր կարում անցնել Բալիս ժողովուրդ ջան Են էլ հենապատն Նա ինչ ամուր հենապատ է Այնտեղ էլ խողովակներն է էսա ջրահեռացման խողովակներն է որ սելավի ժամանակ անձրևի ժամանակ ջուրը չկուտակվի բան չանի նա էսա Բրծակ չէ արդեն դե 90% գործը արվել է 98%-ը Այս այնտեղ լարերը պետք է քաշեն, այդտեղ էլ ասֆալտապատեն ու գծանշումներն անեն, արտաքին լուսավորությունը դնեն, ժողովուրդը փրկվակ էլի։ Չէ։ Առաջեսի շում ինչքան նեղեր ճամփեն։ Ճամփայებ կար, այ ապրես։ Հիմի լավ չի սենց։ Սենց է չեմ իշտ գնում գալիս։ Ահա։ Հա, բայց խի, ձեր ամեն օրվա ճամփեն անտիր եղավ, էլի։ Հա։ Հա, շշուտ գալիս էի։ Անփորձանք, ժողովուրդ ջան։ Անփորձանք, ժողովուրդ ջան։ Անփորձանք գնացեք, ասեք ձեր տներով։ Հագին էլ լայնացել է, Սենց է նա, անի արդեն հես,
Վարսաշեն, Զովաշեն։ Մեր բիբլիականը հզորը։ Նայ, ստեղ էլ արգելապատնեշներ է դրվելու, տես, ինչ հարմար արդեն, իսկ առաջ մի հատ բեռնատարը անցնում էր կողքով չեն կարում ավտոները անցնեն,